Դրա համար մեզ ժամը 7:30 է տրամադրել։ Մենք էլ չենք 7:30-ին հիմա որ արտահայտում ես։ Մենք ոչ երկրի ղեկավարից ենք խոսում։ Ախր այդ երկրի ղեկավարն է քեզ այստեղ հասցնել։ ասում ես պահին, մենք չենք դուրս եկել երկրի ղեկավարից։ Հասկացա, մենք այսօր պայքարում ենք մեր տրանսպորտի համար, բայց մեր տրանսպորտի այս հարցը հենց էդի արել։ Տրանսպորտի նախարարը այս հարցի լուծում տա։ Մեր հարցի լուծումը Երկրի ղեկավարից չենք եկել դժգոհել այս պահին։ Դե միթե ինչ թեմաներից ենք դժգոհ, դա կարևոր չէ։ Մեր թեման միակ այսօր է մեր տրանսպորտի հարցը։ Իսկ եթե իրանք ժամանակ են մարզն ու Երևանը մենք հրաժարում ենք մարզը։ Ուրեմն բան կնենք մարզից հրաժարենք։ Ընդամենը 5 կիլոմետր։ Եթե ասի մարզինն է, հասկացա։ Քաղաքապետարանը անօրինական մտել է ուրիշի տարածք, բա ոչ է մտել եթե մարզինն է։ Այս սարնին ժողովուրդ ջան, թողեք այս մարդիկ աշխատեն։ Եթե իրար է, ոչ է մտել։ Բայց եթե մտել է իվախի է։ Արտերի կառավարությանը տրվի։ 30 տարի իրոք տաճվել է։ Դարձել է ժողովրդի համար այն որ ասում է այո, չեք կարում ոչ մի տեղ գնալ ժամանակին տաս ժամը 7-ից հետո տրանսպորտ չկար։ Գոնե 25 համարը ինչ-որ չգիտեմ ինչու ով տարան գտնված 25-ը տվեցին։ Շատ շնորհակալ ենք այդ 25-ի համար, բայց այսօր այդ 25-ը որ խլում են, ասում են խլում են մեր ձեռից։ Այո, ուսանող երեխեք ունեմ։ Որքան գումար ես կարողանամ հաստատել, որ այդ երեխաներին ուղարկել դասի։ Բացի այդ ժամը 7-ից հետո տրանսպորտ չկա, ո՞նց կարեք։ Այդ կլինի տրանսպորտի նախարարն այդ որոշում կատարել, կլինի չգիտեմ ով է որոշում։ Ամեն մեկի տակը պատավատ կա, ամեն ինչ կա, ժողովրդի մասին պետք է լինի մեկը ժողովրդի մասին մտածի, լավ չեմ հասկանում։ Հիմա լավ ժողովուրդ ջան, եթե ձեր խնդրանքը չբավարարեն, ձեր հետագա անելիքները։ Մենք միշտ ծայրահեղ պետք է ճանապարհ Երեխություն եմ խնդրում, ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի պրոշյանցիներ, հենց նոր, ուրեմն տրանսպորտի փոխնախարար Արմեն Սիմոնյանի կողմից եղել առաջարկ 2 շաբթի առավոտյան, ես մեկ կլինեմ եկե պրոշյանից մի 4 հոգի, հեսա կորոշենք ովքեր են, գնալու ենք տրանսպորտի փոխնախարարի մոտ հանդիպման այս հարցի լուծման համար, եթե այս հարցի լուծումը իրենք չկայացրեցին, մենք արդեն դիմենք այլ միջոցների։ Սերգոջան, որի՞նչ 25-ը մնա։ Դուք եք առաջարկել իրենք գան էստեղ։ Առաջարկեք գան էստեղ։ Ես հենց հիմա ասեմ թող ուրիշ ժամանակ ասում են ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդը մեզ ասեք է ժողովուրդը ձեզ է պահանջում։ Եթե 5 հոգի գնացին, բոլոր հարցերը չեն կարող տալ։ Ավելի լավ է թող ինքը գա։ Ինքը թողա։ Մեր պահանջը հիմնականում տրանսպորտի նախարարի ներկայությունն է։ Կենտանի նստեն, կանգնեն խոսեն։ Այդ հարցին վերջնական լուծում։ Ոչ մի պաշտոնյա չի եկել։ Բացի մորնա ձեր պահանջը կներեք ասել։ 25 համարը աշխատում։ Եթե այլ տրանսպորտ է մտնելու, թող մտնի որպես երկրորդ նորմալ տրանսպորտ է մտնել։ 25-ը առավոտյան, այսպես լծված ժողովուրդը իրար գտնի, մի կերպ հասնում է աշխատանքի։ Մտնում է երկրորդ տրանսպորտ, թող մտնի որպես երկրորդ տրանսպորտ։ Առանց 25-ի այս ժողովուրդը չի կարող, հնարավոր չի։ Եվ ժամանակի առումով, և գումարի առումով, մենք ինչ աշխատավարձ ենք ստանում, որ մենք պետք է միատ նստենք 250, գնանք ուրիշ տեղ, նորից ընդեղից ուրիշ համարով, այդ պետք է հաստենք որդի, չէ առավոտյան։ Ժամը 7:30 ժամակ ճանապարհը և չենք հաստատ չենք ամբողջ ժողովուրդը քրքրիստեր։
Թորը հա թորն եմ ուսանող։ Է ինչքան գումար գտնում ենք ունենալ ժողովրդի հասի գնալ դասը։ Ոյով թորնիկ ունեն, բայց անպայման հավտաճորձ մեկ սենց տրաշած գնալ։ Սա ինչ տրաշած։ Միակ լավ բանը։ Հաջողակ աշխատի, շարունակի աշխատել 29 համար, որը շատ ձեռնորոշան է։ Տրաշանի պատմության մեջ առաջին անգամ տրանսպորտը մտել, որ մարդիկ գոհ են, մարդիկ բավարարված են, հիմա դրանից Էս ինչ ժողովրդական ծեսություն։ Սա է ժողովրդական։ Բասին չեմ խոսում, եկեք դակի հաշվանդա։ Իմ աչքին թոջակի չանա, ոդամ տրանսպորտների երկարություն դրամ կամ երկրություն կա։ Հաստ է պիսիկը խաշկերում, դա բողում չանալը։ Ոնց կնենք բա։ Այս հարցը ոնց կնի։ Կարան պատխանտա դրա։ Ով կա պատխանտա։ Ոչ մեկ։ Կնդրում եմ։ Որը ժողովուրդ մասին մի քիչ տապեք։ Մտածել ժողովուրդ մասին։ Այս ժողովուրդը մեղ կա։ Դերիկա բոլորը բացն էլի, բոլոր։ Կարծել եմ։ Որ եկել է որպեսի Պետական կարևոր է։ Միակ լավ Չետա դասանում են կդրեն ամեն հետ։ Արինդ է գրացի, արինդ է, արդու, էկնատես ինչ է փոխացել Տես ձերգոնի չապահում Ու կառավարության որոշ անդամներ մի րոպե լսեք, արեք, հիմա որ ասենք հարց չկա, ես ձեր հետ կանգնեմ, մեկա չեն գալու Են 20 հոգանոց խումբ իրենք դալիճում տարբեր ոլորտի իրանց ներկայացուցիչները գտնվելու են դալիճում կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի նախարարությունից, տարբեր ոլորտներից Մենք մեր ժողովրդի այդ 20 հոգանոց խումբը կընտրենք, մեր բոլոր հարցերը կբարձրացնենք տրանսպորտի հետ կախվածա, գների հետ կախվածա, Են դուք, որ ասում եք քաղաքի մոտիկ ենք, մարզից հանեք միացրեք քաղաքին այդ հարցի հետ քաղաք, բոլոր այս հարցերի շուրջը, սա ամենաճիշտ որոշումն է, մենք հիմա ինչ էլ անենք, սա սուտ է լինելու, լսեք ասեմ։ Եթե եկավ այդ մյուս տրանսպորտը, մենք ոնց ենք Լսի, այդ տրանսպորտ, մենք արեք դրան դնենք թող մի օրը գա, ոչինչ, հաշվենք այդ մի օրը գա։ Լավ, լսեք, թող պրոշանցի, թող պրոշանցի թազգա երկու շաբթի։ Հա, երկու շաբթի ենա, մեր համայնքապետարանը երկու շաբթի չի գա։ Հա, չի գա, մենք կգնանք յուղապետն էլ մեր հետ լելու Մեր 20 հոգանոց խմբով մենք կգնանք, մեր բոլոր հարցերը կբարձրացնենք։ Այդ չի ուզում կա։ Ինչի համար այսօր չի ուզում կա։ Լսի ասե 1000 հոգի մարդ հավաքած։ Ես եմ ուզում որ գա, բայց հիմա քանի որ այս վիճակը արեք էսի Հոլոջան վիճակն մենք ուրեմ կայրա։ Դու էլ մեր հետ կգաս ախպեր։ Չէ, ես երկու շաբթի չեմ կարա, իմ աշխատանքը նեցա որ ես չեմ։ Հոլոջան Արի սենց անենք, ընգեր։ Այսօրվանից լավ օրը չկա։ Այսօր ոչ մեկ քեզի ոչ մեկ չի։ Փոխնախարարը իր կաբինետից ելնի կա։ Փոխնախարարը իմա իր տունը պարկա շայախը։ Լավ, ժողովուրդ արեք սես Հենա պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Տրանսպորտի փոխնախարարի։ Արեք, էսի ամենաճիշտ որոշումը։ Արեք գնանք։ Մի քանի օքի որոշեք ովքեր։ Արեք գնանք յուղապետարան նստենք, քննարկենք ինչ են կարելու մեր անելիքը, որոշենք պայմանավորված ժամին գնանք հասկանանք ինչ են կարող անել։ Ահա, ժողովուրդ, էսի մենք երկու շաբթի օրը եթե մեր պատասխան ենք եղավ։ Եթե չեղավ, Գույքագրման, այս բանի համար Երկու շաբթի եկա ժողովուրդ չի։ Ինչ է։ Յուղապետը խոստանում է, որ գազ էլ չի մտնելու շապրոշը։ Ես մի հատ էսա խոսեմ ասեմ։ Բերեք ժողովուրդ, բերեք այսօր պահանջենք։ Լսի, Այսօր պահանջենք։ Վաղը միսօր չես ուզում լսես։ Էդի մենակ տվյալ այդ Արմեն Սիմոնյանը որ կա, տրանսպորտի փոխնախարարը։ Իր հետ լինելու են կառավարության անդամներ, ախր չեն գա հիմա։ Ոչ չեն գա։ Ժանո ֆրա։
փողոցը փակել։ Այս բան տեսնում ենք քաղաքացիները փորձում են փողոցը փակեն, ոստիկանները պատ են կազմել, խոչընդոտում են քաղաքացիներին։ Փակենք, ոչ, բայց այդ հարցը լուծում չի։ Այս բան տեսան քաղաքացիները կրկին Պրոշան համայնքի բնակիչները փակեցին փողոցը։ Հիշեցնեմ ենք գտնվում ենք Պրոշան համայնքում, քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տրանսպորտի թանկացման եւ ուղեգծի փոխման դեմ։ Համաձայնեցված է կանի է։ Ժանի 7-ից մենք փողոց ենք գնել, նախարարը որտեղ։ Տեսեք մենք նախարարը ուր է։ Յարել սինիոս գնանի համար։ Քանի ժամա մարդիկ փողոցում են, որևէ Ժամի 7-ից նախարարը տեղ չի հասնում։ Նախարարը տրանսպորտի թողքան եղեկացնել աշխողովստի, մենք մեզ նով եք տեղեկացել, հիմա աստուսի։ Սենց չերես ինչ-որ մեկ ոչ, վարորդներով ենք տեղեկացել, են ինչ վարորդից, որ պիտի գից մտի իրանից ենք տեղեկացել, ոչ մեկ մեզ չի ասել, մեկ են հոտ, Պրոշանի էջում կծում են, որ Պրոշանի տրանսպորտի շահ է հողկայրական։ Նույն ձեր նորից եմ ասում, հետևում կանգնած աշտարակցին չգիտի, որ իրա տրանսպորտն է փոխվել։ Հիմա բոլոր Հիմա շարակցի հողը մեր լինենք վարձան, չեն կարա մեկը գակայինի ձեր գյուղի մեջ հայտարարի, որ ձեր տրանսպորտը փոխվել։ Չէ, լիքը գիտեմ ինչ կա։ Հիմա համացանցով հայտարարում են։ Բայց Ինչ կատարվում է համացանցով հայտարարում։ Ինչի միջև է չկա։ Մեր բողոքից հետո նոր իրանք որոշեցին հայտարարություն։ Մենք տեսնում ենք այստեղ, որ կարմիր բերետներ են այստեղ եկել։ Իմացավ արդեն։ Չէ, չի իմացել։ Իրանք են դե ճանապարհ փակել։ Չի իմացել, փակել են մեծ վնասներ չի թողնել։ Բա դուք ինչու եք սահմանափակում մեքենայի մեջի քաղաքացու իրան։ Դուք սահմանափակում եք։ Հա, բարից մեծ քաղաքացիական Ձեզ էլ ենք հարգում։ Իհարկե ունեն։ Ես իրան լավ եմ ճանաչում։ Անի լավ որ չկա։ Լավ չէ, ըստի ձեր բարություն տվեք, ստեցեք մեկամի։ Լավ եմ անում։ Մինը կարեք քննում եք, առաջ գնացեք, արի առաջ արի։
Մեծ թվով ոստիկաններ են այստեղ ժամանել, տեսնում եք նաև կարմիր բերետներն են այստեղ։ Տեսնում եք երթևեկությունը այստեղ պարալիզացված է, քաղաքացիները փակել են ճանապարհը, աշտարակի խճուղինը Պրոշյան համայնքում են գտնվում եւ քաղաքացիները այստեղ փակել են ճանապարհը, պահանջում են, որպեսզի կառավարությունից ներկայացուցիչ գա եւ իրենց հետ զրույցի տեղում Մեր ժողովրդի 25 համար տրանսպորտով ապահովելն է, ուրիշ ոչ մի խնդիր չկա։ Եկին Կարենոջյանը, մենք արդեն խնդիրը ինչ խնդիր առաջադրել ենք, խնդիրը բարձրացնում ճանապարհ։ Ես մեր խնդրանք ենք, վերական նորմալ բնականon երթևեկությունը գնում եք ձեր հետագա քննարկումները շարունակում եք արդեն ընդհանուր կոլեկտիվ նորանցերով համայնքապետարանով որոշում եք կայացնում կոնկրետ ով է ձեզնից մասնակցելու, գույքագրվում են ձեր հարցերը, որոնք պետք է առաջադրվեն կառավարության ներկայացուցիչ։ Կարծում եմ, որ այդ 20 հոգով հարց կլուծվի։ Գիտեք ինչ։ Պետք է մարդկանց մեջ գան, լսեն մարդկանց բողոքները։ Այո, մարդկանց տարբերությունները։ Մեր հարցը լսեք։ Ես նորից եմ ասում։ Հարցպետը տարածքային կառավարման։ Քիչ ծանոթանան այս վիճակին։ Անմիջականորեն մարմնի աշխատակի պետության կառավարման մարմնի աշխատակից է մարդ, բայց ինքը այդ հարցը կոպիտ չի, դրա համար կա կառավարության կողմից նշանակված միավորված նախարարություն, տարածքային կառավարման նախարարություն, նախարարության ներկայացուցիչը փոխնախարարը, ձեզ ընդունելի է 5-ից, իր ղեկավար կազմեն ոլորտային ղեկավարների հետ միասին։ Զոտ են ինքնանպատակ, մարզպետը պետք է գազ տեղ, չգիտեմ, ով պետք է գազ տեղ։ Մարդկանց կարծիք լսեն, մարդկանց վիճակի մեջ մտնեն, իմանան ինչ բողոքներ ունեն, ինչ խնդիրներ ունեն, 20 հոգով գնալով ինչ։ Որ մեր ձայնը երբ ենք ավելի շուտ հասանելի կդառնա։ Այո, դա ինքը չի բավարարում, որ հիմա ձեր հարցը հասանելի է, ձեր ընդամենը ձեզ պետք է հիմա շարունակել, այդ հարցերը առաջացնել, հիմա որ մեկը գաստել այդ հարցը չի։ Հիմա մի րոպե, մի հարց, ինչն է խանգարում, այո, տրամատիկն է խանգարում։ Ժողովուրդ, այս հարցը պարտադիրներ պետք է կանոն։ Չէ, եթե պետք գնան ընդեղից կգնալ։ Ինչն է խանգարում երկու հատ տրանսպորտ որ աշխատում է։ Ինչն է խանգարում։ Որ մի մարդ դառնա գցի։ Ձեր անունը։ Բրեժա։ Բանը, ես ոստիկանության գնդապետ եմ կներեք, չեմ հասցրել համազգեստով կամ անմիջապես եկել եմ։ Դուք արդեն քանի ներողություն, քանի որ գիտեք, որ ես արդեն ոստիկանության ծառայող եմ, հետևաբար այդ հարցը ինչ չի ուղղվում։ Հասկանում եք, մենք միջնորդավորված ձևով ձեր հարցերը երկու շաբթի օրը 5 անցկես գնում եք, ձեր հարցը առաջադրում եք։ Մեգա պետք է խափել ճանապարհը։ Բարոն Ազգյան, իրոք, իրանք չեն գալիս երկու շաբթի օրը։ Շատ ներողություն։ Ասեմ, բարձ ձևով ասեք։ Մի վարգան հələ ժորդ հələ մի վարգան։ Որ բարձրացվում են մեր աշխատանքի հարկերով, սահմանափակում են մեր աշխատանքը։ Հələ մի վարգան հələ։ նախարարներ գաստել,
դուք ամեն մեկը տարբերն եք, ես խոսում եմ մի հարցի շուրջ, դուք լրիվ ուրիշ հարց եք առաջացնում, ես ասում եմ, որ ես կոմպետենտ չեմ հարցին պատասխանել, դուք նույն հարցին տալիս եք։ Ստեղ քննարկում չէ, ստեղ քննարկում չի կայանում։ Քննարկման եղանակ, հա, բաց մեկ քիչ են գալիս դեր։ Ձեզ հասկանում, քննարկումը լինելու է անդեր։ Որ գնանք ընտրել, մեր ձայնը բարձրացնենք, բազմաթիվ հարցեր, այդ եղանակով լուծվում է։ Այ երբ որ կգնաք մտնեք ձեր հարցը չի լուծվել, այդ ժամանակ դուք խոսելու իրավունք եք ունենաք, հիմա ենթադրելով տեսականորեն որ տարածել Ձեզ խնդրում եմ, արգելիներս, երթևեկությունը գործում է, մենք հիմա կանգնած ենք ստեղ քննարկում ենք, չենք կարող այնտեղ կանգնենք, գնանք գյուղապետարանում քննարկում ենք, հարցը ընդեղով կանգնելով չի լուծվում, ընդեղ էլ կանգնես, լուծվում է, գրավոր ձևով կառավարությունում քննարկել Ինչպես այն ժամանակ, որ լծվելով իրար վրա գազել, իրգուները ցավը տա։ Ժամը 10-ից 70-60 մարդ ավտոբուսը խեղտած գա։ Քանի հատ պիտի իրար հետևից գազել գա, որ այդքան ժողովրդին տեղափոխվի։ Արգարժան, այդ հարցը կարող չեք բարձրացնել։ Դե մայ գնանք որ բարձրացնի։ Այնտեղ գնանք պիտի 5 հոգեն այնտեղ պիտի երկու մարդ հորեներ դու խապը ճանապարհ Արագ մենակ խոսում ներողություն մի բան ասեմ, տիկի մի բան ասեմ, կարող եմ ասել, ես Մուրադյան Սերգեյը խոսեցի, էլի ձեր համայնքի անդամ չեմ, ամեն դեպքում ձեր գյուղացին, մեջ ձեր գյուղացին ես խոսեցի, Մուրադյան ջան, հիմա մենք ես ինչ էի ասում, եթե մենք փորձենք ամեն մեկը ինչ-որ դու ասեցի մարդիկ կան, որ տարբեր խնդիրներ են, եթե այդ հարցերը նորմալ գույքագրվի հասկանան ու հետո դուք վերլուծեք, երկու շաբթի օրը որ գնալուց ունեք, ասեք մեր գյուղում այսքան ուսանող է, այսքան աշխատող կա, այդ աշխատողներից այսքան այս ուղղության վրա, այն ուղղության վրա, մեր հարգարժանը ասում է, որ 75 համար երբ որ գալիս է իրար վրա են լցված, որ խնդրում ենք, որ կարելի է այդ տրանսպորտը սենց կազմակերպել, որ այս ժամին այսքան հաճախականության կան, հասկանում եք, այդ ամեն ինչը որևէ մեկը ստեղ ձեր հարցին չի կարա որդի վրա պատասխանել։ Որ այդքան մարշրուտ իրար հետևից է, սուտ կլինի։ Սերգո ոչ մի բան հարտաշոն աշխատում է, իրեք ժամ մեկ է, գտի տերեր, լծում են իրար վրա գնում են ժողում։ Ես ասում եմ, ուզում եք խնդիր լուծել։ Գտիրը հասկանում եք ինչ ուննա ձեր պրոբլեմները տան մեկ ներկայացնում եք։ Ամեն մեկը 5 հոգու են, 10 հոգու են հենց ընդ մեր ամենաուժեղ բողոքի ակյան, հենց ընդ տեղած է։ Այդ անդր 5 հոգու մարդ թողելով 10 հետ գնա։ 5 հոգու չէ։ Խապեն ասեն որ հետ գնացել։ Խապեցին, մենք ուրիշ ձևի արդեն կանենք։ Չես կարել արդեն։ Կանենք։ Երկրատը Ենքան են գնացել խապել են ճանապարհի դու ամեն ինչի, մենակ տրանսպորտը չի, ամեն ինչի, այդ դրա համար ես օրն ես ընկեր կան, հարական չեմ ողքում տրանսպորտը, բայց իմ հարևանը ընդամենը 70 հազար Ուսանողը պահել, այդ այս մեր ինչ ատելի հոտի այդ հոտի նայրատ է ոչ թե պետք է աշխատում բան չեն կուզում այ հանեց այ նոր եթե իրանք չհամաձայնվեն մեր պահանջին, իրանք էլի ես կրկնում եմ, կոնկրետ ես մի աշխարհ մարդ հենց այդ պայն զանգով կհանեմ մտել ու անհնազանդության ակցիաները կսկսեմ մնդուկ միջև նստածին ժողովուրդ ջան, ինձ ճիշտ հասկացեք հիմա իրանք արեք մենակ մենք մեր ասենց ասած չոր ուղեղով շնորհանենք ասում ես արջ կա դուք որ արգել եք դուք չհարգիք ժողովրդին չեկար ժողովրդի մեջ ժողովուրդը արգելա եկելա օրինակյա
Հիմա ժողովրդի պահանջը ներկայացնում ենք։ Դուք պետք է 25 համարը չհանեք, պետք է ժողովրդի ճեղաշարժը չկայունացնեք այսքան ուսանողների։ Այսքան, այո, չմտեք մեր ժողովրդի գրպանը, մենք պահանջելու ենք, մեր պահանջը ենք, եթե մեր պահանջը չեք իրականացնելու, ասում են չէ, նույն վարկյանը, ես, հեռախոսս, կոնկրետ ես իմ պահով եմ ասում, դուք չգիտեք։ Իմ ընկերներով, իմ կուսակից ընկերներով լրիվին կհանեմ ոտի, սաղներ կհելնեմ ու արդեն հենց քաղաքական, հենց այդ կառավարության դիմացը բալակեք խփեմ կնստեն։ Իմիջալոտ ասեմ, ես չեմ օգնում դրան, բայց իմ հարևանին, բարեկամ, բոլորն օգնում են։ Մի կա 25 դրամ ես հազիվ, դա գնա ֆիզիկա, բան, մետրոյից նոր գնա իրա դասը, այդ արդեն Մենք չենք կարա պատասխան։ Ուրեմ իրավասում արմինը Ապրես իրավասում արմինը ստեղ չգալ, իրավասում արմինը ձեզ հրավիրում աշխատանքային օրով Խապեցին կգակ էլի, ի՞նչն է խանգարում։ աշխատանքային օրով հրավիրում է իրանց մոտ քննարկելու։ Գործելու է 25 համարը, պարոն գնդապետն այդ հարցը կարգավորել է։ 25 համարը գործելու է, բայց եթե երկու շաբթի օրը մենք դրական պատասխան չստացանք, ժողովուրդ, հենց ըստ է պալատ եկեք խփում եք տռասին ու մնում եք ստորում։ Արա մեղք կներ ժողովուրդ, Մենք ասում ենք 25 համար է։ 25 համար բեռնարկում ամբողջ քաղաքն է։ Մենակ մեկը ձեզանից նստից կնա ամեն կանգավին քան մարդենից ու իշնում քաղաքը։ Բացի մեզ, ու մարդիները բացիներ ու Ցեպրնեք առաջ եկեք։ Ժողովուրդ չի կարելի լսել։ Վարդավարին խոսում են, բրդեք։ Ո՞ր արեցի, ասում բրդեք, կպեք իրա։ Կպեք։ Ոստեղ ամբողջ չի էսի ժողովուրդը, բնակիչները։ Ահա որոշում կայացնեն։ Ո՞ց անցնանք եկով։ Հանքով։ Արեք միակ հասկանակ, բոլորս է ուզում եք այս հարցի լուծումը, բայց միակ հավաքվեք մի ձևի, արեք ասեք միակ այս կողմը, ժողովուրդ ասում եք այս կողմը։ Արա ես արա խետ դուրս է։ Ասեք այս բաբի դեր Անգելիները սենկով
ուրիշ ձև չկա լուծման։ Այդ շարքի գնում եք քննարկեք, ձեր հարցերը քննարկեք։ Այստեղ կանելով հիմա տան ամեն մեկը իրան ասելով է հարցը։ Ներողում եք, ոսկե դասելի արգելի մարդը ժողովրդի համար։ Դուք ինքներդ պետք է որոշում կայացնեք։ Ժողովուրդ ամեն մեկը ինքներն եք եկել ասում, ես Հակապետական բաներ են անում, հակապետական։ Չեն էլ ամանչը։ Ներողություն։ Մեր հարգարժան ինձ թվում է, որ այս ակցիան շատ տեղին է, շատ եւ արդարացի։ Ինչու՞։ Որովհետեւ ես որպես այստեղի բնակիչ շուրջ 50 տարի ավել ապրում եմ այս բնակավայրում եւ ղեկավարել եմ 33 տարի մանկական հիմնարկ մանկապարտեզ։ Այստեղ ոչ մի ձևով այստեղի ժողովուրդը իմ ծնողները չեն կարողացել օգտվել քաղաքավարի որևէ տրանսպորտից 37 տարի շարունակ եւ մարդիկ այն թվերին լազերը որ գալիս էին աշտարակի տրանսպորտ այստեղի ժողովուրդը չէր կարողանում օգտվել այնուհետև փոխեցին արտաչոց խարաբա խրբանդա կներեք բարերից համար 1000 ներողություն այս ժողովրդի մեջ մտածածա որ կախված մարշրուտկաներով գնում էին էլի ես որպես մարդ որպես կին եւ դասախոս 48 տարվա ամեն օր ունեցել եմ դաս Երևանի գույնում առավոտյան նորմալ եմ այս տղասի վրա ներողություն եմ խնդրել դեկանից ռեկտորից որ գիտեք հեռու եմ ապրում չեմ կարողանում հասնել ներողություն բայց վերջապես այս լույսը ժպտաց Ռոշանի ժողովրդին վերջին աշխով, որ 37 տարի հետո մարդկային քայլ կատարվեց մեր իշխանությունների կողմից ինչ-որ օլիգարխներ ուզում են չգիտեմ ինչ ճանապարհներով բերեն այստեղ դնել տրանսպորտ, որը մեզ միայն կտեղափոխի այս կետից ինչ-որ մի կարճ պակետ դա աններելի է, դա անընդելի է, եթե ոչ այսօր ամեն օր այս ժողովուրդը այս վիճակը հանդրություն է մեկ կիլոմետր պետք է ճանապարհ գա, մեկ կիլոմետր գնում է ներքևում է, որտեղից սկսվում է 25-ը եւ վերջանում է մանումենտում, չէ՞։ Մենք սկզբից ենք։ Բացառությամբ, լսեք, բացի դրանից հիմա նայ։ Ժողովուրդը չեր հելնի փողը։ Դե ուրեմն մենք իրաց մարշրուտներն ենք ջարդենք լեռը։ Ես էլ քաղաքի չեմ։ Հետո կիլոմետր Այդ ընտանիքը ծնողի վիճակի է, հազարավոր դրամներ դնի, որ իր երեխան գնա կրթվի վերադառնա։ Ծնողը Ռոշանում ոչ արտադրական հիմնարկ կա, ոչ մի բան, որ ժողովուրդը կարող է տեղավորվել աշխատատեղ ունենալ։ Նրանք բոլորը կապված են քաղաքի հետ։ Այս ավանը լիովին կապված է Երևան քաղաքի հետ։ Եվ ընդամենը 5 կիլոմետր չկա այս տարածքում։ Ինչ է նշանակում տեղական մարզ